Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթագալ լուրերն են։ Պետասպանություն, նոր իրավական հասկացությունը Արևմտյան Հայաստանի շուրջ բանավեճի կենտրոնը։ Տերիգի հայրը, եթե այնտեղի նյութը ցավ կպատճառե, թող այդ ցավը գործի վերածվի։ Հրաստան Տոկմակյան, ավանդական երաժշտության կենդանի շունչը Ռոմանոս Մելիքյանի անվան կոլեջին մեջ։ Քիրկը, որ կբացահայտե Զանգեզուրի դիմադրության պատմությունը, Նարեկ Կարապետյան։ Կլենդելի մեջ պիտի դասավանդվի նաև արևմտահայերեն։ Հայկական Երխուշտան ներկայացված է Սան Պաուլո քաղաքին մեջ։ Լույս տեսած է Անտոնիա Արսլանի Մշո Քիրկը հադորը հայերեն թարգմանությամբ։ Գարին 25 դեկտեմբեր 2025 թվական 20-րդ տարու քաղաքական բռնություններուն վերաբերող միջազգային քննարկումներուն մեջ շրջանառության մեջ կմտնե նոր եզրույթը պետասպանություն, զոր առաջարկած է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան։ Այս իրավաքաղաքական նորաբանությունը կնշանակե պետության դիտավորյալ ոչնչացում իբրև ինքնիշխան պետություն։ Այսօր այն կօգտագործվի Արևմտյան Հայաստանի մտածողներու, պատմաբաններու եւ ներկայացուցիչներու կողմէ փորձելով սահմանել եւ ըմբռնել 1894-ին 1923 թվականներին մինչև մեր օրերը հայկական պետականության բոլոր ծևերու վերացումը։ Եթե ցեղասպանություն եզրույթը իրավական ու մեդիա փառաբաշարի մեջ կգործածի ժողովրդի ոչնչացումը բնութագրելու համար, իսկ մեմորիցիդը հավաքական հիշողության չնչումը դադարելու նպատակով, ապա պետասպանությունը կլրացնի քաղաքական բացումը։ Ան կվերապերի պետության ոչնչացման իբրև միջազգային իրավունքի միավոր։ Խոսքը Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ գոյություն ունեցած հայկական պետության դիտավորյալ վերացման մասին է։ Այս հասկացության նպատակն է անվանել եւ դադարելի դարձնել այն, ինչ երկար ժամանակ դժվար էր ձևակերպել քաղաքական, իրավական եւ ընկերային հիմնարկներու գիտակցված վերացումը, որոնք կգազմեն պետության գոյության հիմքը։ Արևմտյան Հայաստանը պատմական վերացականություն չէր։ 1917 եւ 1920 թվականներուն անջանցված էր որպես քաղաքական եւ իրավական միավոր, մասնավորապես ռուսական հրամանակրով, Արևելյան լեգիոնի միջոցով, ապա Ֆրանսիայի գոմե գազմավորված հայկական լեգիոնով, Սևրի դաշնակրով, Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Հուդրո Ուիլսոնի իրավարար վճռով եւ շարք միջազգային ճանաչումներով։ Այս փաստերը կվկայեն սահմանված սահմաններով հայկական պետականության գոյության մասին իրավական ծայրահեղ կարևոր իրողությունը, որ այսօր գրեթե բացակայ է հանրային քննարկումներեն։ Սփյուռքահայ համայնքներուն եւ Արևմտյան Հայաստանի պաշտպաններուն համար պետասպանություն հասկացությունը զուտ տեսական չէ։ Ան կդեղավորվի ավելի լայն ծրագրի մեջ, որոնց նպատակն է իրավական եւ պատմական ճանաչում տալ այն իրողության, թե Թուրքիո գոմե գրաված պատմական դարածներուն մեջ ոչնչացված է հայկական պետություն։ Անոնց կարծիքով Օսմանյան կայսրության վերջին շրջանի բռնությունները միայն հայ բնակչության վերացումը չէին նպատակադրած, ինչ որ միջազգային իրավունքը կբնութագրե որպես ցեղասպանություն, այլ նաև ուղղված էին հայկական քաղաքական եւ հիմնարկային ինքնավարության ամեն տեսակ հնարավորության վերացման։ Այսպիսով, պետասպանություն եզրույթը հնարավորություն կտա դիտարկելու ամբողջական գործընթացը երագի վերացում, ժողովրդի, հիշողության եւ պետության։ Սակայն հայկական պետասպանությունը չավարտիր զանգվածային բռնություններու դադրեցումով կամ Սևրի դաշնակրի չեղարկումով։ Ան կշարունակվի ավելի նենգ մեխանիզմով, պետական փոխարինումով։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումեն ետք հռչակված Հայաստանի Հանրապետությունը, որ կազմավորված էր դեռ 1921-ին սկսյալ Կովկասի մեջ իրականացված տարածքային ու քաղաքական վերացեվումներու հետևանքով, աստիճանաբար միջազգային հարթակին վրա կջանցվի որպես հայ ժողովրդի միակ պետական ներկայացուցիչ։ Այս դեֆակտո ճանաչումը սակայն կհառաջացնե հիմնարար հարցը. արդյոք Հայաստանի Հանրապետությունը իրավաբանորեն շարունակությունն է 1920-ին ճանաչված հայկական պետության։ Շատ վերլուծաբաններու համար պատասխանը բացասական է։ Չկա որևէ իրավական փոխանցման գործողություն, միջազգային մանդատ կամ համընդհանուր ժողովրդական համաձայնություն, որ կհաստատեր իրավական շարունակականություն Արևմտյան Հայաստանի եւ 1991-ին կազմավորված պետության միջև։ Փոխարինումը տեղի ունեցած է առանց նախորդ պետության իրավունքներու վերականգնման, իրացման կամ նույնիսկ վահանջադիրության։ Հարգելի հայրենագիտներ, նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Էյուբ Յուվենգը գրե. Դերիգի հայրը վերնակրով իմ աշխատանքը կգտնվի ավարտական շրջանի մեջ։ Տեխնիկական առումով ընտրած եմ ուսումնասիրություն կատարելու քիչ մը դարբեր մոտեցումը։ Այս ուսումնասիրության մեջ մասնավորապես անդրադարձած եմ դերիգի հայրուն վերաբերող բազմաթիվ քիչ ճանաչված հարցերու։ Իսկ գիրքի երկրորդ բաժնին մեջ պիտի ընդգրկվի դերիգի մեջ ծնած եւ դերիգի մեջ ապրած հայրու լուսանկարներու ալբոմը։ Ներառած եմ թե Հայաստանի մեջ, թե արտերգիր ապրող բազմաթիվ անձերի լուսանկարներ, որոնց հետ հաջողած եմ կապ հաստատել։ Սակայն եղած են նաև շատեր, որոնց հետ կապի մեջ մտնելը հնարավոր չէ եղած։ Այդ պատճառով ալ գիրքը դպակրության հանձնելեն առաջ անհրաժեշտ համարեցի կատարել այս տեղեկատվական հրապարակումը։
Գհավատամ, թե այն բարեկամները, որոնք դերիգի հայրուն վերապերող լուսանգարներ ունին, կամ գաբի մեջ են այն դերիգի հայրուն հետ, որոնց չեմ գրծած գտնել, պիտի աջակցին այս աշխատանքին։ Նույնիսկ փոքր դարածումը գրնա նպաստել բազմաթիվ մարդոց հասնելու։ Գեղանկարիչ, արվեստաբան եւ այնտաբի ասեղնագործությունը երկհատոր աշխատության հեղինակ Հրաստան Տոկմակյան մտահոգ է, որ Թուրքիան կներկայացնե այնտաբի ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկին մեջ ռազմավարական ձևով, օգտագործելով պատմական այնտեպ անունը եւ ներկայացնելով այն իբրև այսօրալ գործող։ Տոկմակյան կշեշտե, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ մշակութային երևույթ գրանցելու հիմնական պայմանը անոր կենտանի ըլլալն է։ Բահանջ է իրականացնել դիտարկում, համախմբել գործող վարպետներ եւ ներկայացնել մշակութային թիմում անգամ հայ թրքական ձևաչափով։ Անգը նշե թե դարիներու ընթացքին հավաքած եւ հրադարակած է այնտաբի Մարաշի եւ Ուրֆայի հայկական ասեղնագործության եզակի նմուշներ։ 2015-ին լույս տեսած երկհատորը վկայություն է հայրու ներդրման։ Տոկմաջյան համոզված է, որ հետևողական մշակութային քաղաքականությամբ, մասնավորապես Մարաշի ասեղնագործության բարակային, Հայաստանը հեշտությամբ կրնա ապացուցել անոր կենտանի ըլլալն ու միջազգային ճանաչում ստանալու կարողությունը։ Արեմտյան Հայաստանի ներկայացուցիչը այցելեց Ռոմանոս Մելիքյանի անվան կոլեջը, ուր հանդիպում ունեցավ կոլեջի ժողովրդական նվագարաններու բաժնի ղեկավարին հետ։ Հանդիպման ընթացքին տեղի ունեցավ հետաքրքրական զրույցը հայկական ավանդական երաժշտական նվագարաններու մասին։ Կոլեջը այսօր առանցապես հարուստ է ժողովրդական նվագարաններու բազմազանությամբ եւ գաբրի նշանակալի վերելքը։ Բաժնի ղեկավարը տեղեկացուց է ներկայիս կոլեջի մեջ արգային գրեթե բոլոր ազգային նվագարանները։ Ան շեշտեց, որ այսօր հազվադեպ երևույթ մնե, երբ այս կամ բազմաթիվ ազգային նվագարաններ կհամախմբվին մեկ կրթական հաստատության մեջ, թե քանակական, թե որակական առումներով։ Ուսանողները աշխուժ մասնակցություն կունենան հանրապետության մեջ կազմակերպվող երաժշտական մրցույթներուն եւ մշակութային միջոցառումներուն։ Դհոլի վարպետները նշեցին, թե ներկա շրջանին հատկապես լայն տարածում ունին դհոլը, կանոնը եւ դուդուկը։ Բաժնի ղեկավարը նաև տեղեկացուց, որ կոլեջը ունի սրինքի բաժինը, որ իր տեսակի մեջ ուրույն է, հիշեցնելով, թե սրինքը եղած է Գոմիդաս վարդապետի անձնական նվագարաններեն մեկը։ Մեր ցևով շարժման համագարկող Նարեկ Կարապետյան ուշադրության կհրավիրե գիրքը, որուն հեղինակը Ադրբեջանի ներքին գործոց նախկին նախարարներեն մեկուն Հեյդարովի հայրը եղած է։ Գիրքին մեջ կնկարագրվի, թե ինչպես ադրբեջանցիները փորձած են գրավել Զանգեզուրը եւ ինչպես տեղի հայ ժողովուրդը դիմադրած եւ պաշտպանած է իր հողը։ Կարապետյանի խոսքով գիրքին մեջ հայերը կներկայացվին իբրև ազգայնական եւ դաժան, միջեր պատմական իրողությունները կվկայեն ազգային ինքնապաշտպանության պայքարի մասին։ Առանցնագի անդրադարձ կգադարվի Սյունիքի դեղ գյուղեն Հայրապետ Մարությանին, ով դիմավորած է Քարեկի նշտեհը եւ եղած է անոր պայքարի համախոհը։ Անոր ճակատագիրը խորհրդանշական է խորհրդային բռնաճնշումներու զոհ դարձած նշտեհականներուն համար։ Նարեկ Կարապետյան կնշե նաեւ, թե այս պատմությունը իրեն համար խորապես անձնական է, սերտորեն կապված իր ընտանիքի հիշողության եւ ազգային պայքարի ժառանգության հետ։ Գլենդելի միացյալ գրթաշրջանի վարչությունը հաստատած է երկլեզու գրթական ծրագրի ընդլայնումը, ծրագրին մեջ ընդգրկելով նաև արևմտահայերենը։ Որոշման համաձայն համապատասխան քայլեր պիտի առնվին, որպեսզի արևմտահայերենը գարելի եղածին չափ շուտ գործականորեն ներդրվի ուսումնական գործընթացին մեջ։ Ներկայիս գրթաշրջանի երկլեզու ծրագիրը կգործադրվի քանի լեզուներով, սկսյալ նախագրթարաններեն եւ կնպաստի աշակերտներու լեզվական մտածողության զարգացման։ Ծրագրին կմասնակցին մոտավորապես 3000 աշակերտներ։ Արևմտահայերենի ընդգրկումը կնկատվի կարևոր քայլը վտանգված լեզվի պահպանման եւ փոխանցման գործին մեջ, հատկապես սփյուռքահայ համայնքին համար։ Հայկական երխուշտաբարը ներկայացված է Բրազիլիո մեջ։ Սան Պաուլո քաղաքին մեջ արդեն ավելի քան 10 տարի գործող Գիլիկիա համույթը աշխուժ մասնակցություն կունենա հայկական սփյուռքի մշակութային կյանքին։ Համույթը կներկայանա տարբեր փառատոներու մեջ, հանդիսատեսը ծանոթացնելով ազգային ավանդություններու հարստության հետ, ուժով, զգացմունքներով եւ պատմությամբ լեցուն բարերու միջոցով։ Մեր յուրաքանչյուր քայլը գապ մնե մեր արմատներուն հետ եւ հարկանք այն ժառանգության հանդեպ, որ կմիավորե սերունդները նշած են համույթի անդամները։ Լույս տեսած է իդալահայ գրող Անտոնիա Արսլանի մշո գիրքը հայերեն թարգմանությամբ Վարդան Մատյոսյանի գոմե։ Հադորը հրադարակված է Հյուսիսային Ամերիկայի հայոց արևելյան թեմի SIS հրադարակչությամբ նվիրված Անահիտ Քասարջյանի հիշադակին։ Արսլան վիբական ցևով կներկայացնե Արաքելոց վանքին մեջ պահված մշո ջարնդիր փրկության պատմությունը։ Ցերակիրը գրված եւ նկարազարդված է Փափերցի Սեբուհ Լերան ավակ վանքին մեջ։ 1915-ին երկու անանուն հայուհիներ Մուշեն Երևան կհասցնեն ցերակրին գեսը, իսկ մյուս կեսը, որ թաղված էր Գառնու հայկական վանքին մեջ 1916-ին կգտնվի եւ կփոխադրվի Թիֆլիս։
Նոյեմբերին 29-ին երկու մասերը կմիավորվին Սուրբ Էջմիածնի մեջ, ապա կդեղափոխվին Մատենատարան, ուր մինչ այսօր կբահվին որպես ամենամեծ հայկական ցերակիր։ Գիրքը նախապես թարգմանված էր արևելահայերենի եւ անգլերենի, սակայն արևելյան թեմի առաջնորդ Անուշաբան arczepiskopos շեշտած է, որ Վարդան Մատթեոսյանի թարգմանությամբ հասանելի կդառնա հայ ընթերցողներուն որպես դյուցազնավիպակ։ Արսլանը իր առաջապանին մեջ կսե, որ պատմությունը ոչ թե իր ընտանիքին, այլ վտանգված գիրքը փրկելու եւ ժողովրդի դիմադրության խորհրդանիշի մասին է։ Իր քրական ստեղծագործություններուն շարքին մեջ առանձնահատուկ տեղ կգրավե Արդյունքներու ակարագը վեպը մեծ եղերնեն փրկության հուշերով։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։